Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն բոլորին ներկա լինելու համար եւ այս ակցիային ու ակցիայի նպատակներին աջակցելու համար մի փոքր հակիրճ ներկայացնեմ արցախցիների վերադարձի իրավունքի հետ կապված իրավիճակը եւ մեր պահանջները, նաեւ հակիրճ անգլերենով են հիմնական պահանջները կձևակերպել։ Իրականում հայերիս համար նորություն չէ, թե ինչ է տեղի ունեցել, երբ վերադարձի իրավունքի մասին ենք խոսում, բնականաբար պետք է առաջին հերթին գնահատականներ հնչեն, թե Արցախի ժողովրդի հանդեպ ինչ հանցագործություններ են տեղի ունեցել, որից հետո նոր կարող ենք խոսել, թե վերադարձը ինչպիսին կարող է լինել, որպեսզի երաշխավորենք նոր հանցագործությունների կանխումը։ Բոլորս գիտենք, ընդ որում նաև եվրոպացի առաջնորդները գիտեն, որ մեր հանդեպ տեղի են ունեցել զանգվածային ոճրագործություններ։ Քաղաքական գործիչների մի մասը և փորձագետների մի մասը ասում են ցեղասպանություն, մյուս մասը էթնիկ զտում։ Պարզապես ցեղասպանության իրավական գնահատականից խուսափելու համար, ոչ ավելի, բայց նույնիսկ եթե քննարկում ենք, թե արդյոք ցեղասպանություն է, թե մարդկության դեմ հանցագործություն, էությունը չի փոխվում, ոչ պատասխանատվության տեսանկյունից, ոչ էլ իրավունքների վերականգնման լուծումների տեսանկյունից։ Եվ այս առումով ես կուզեմ հիշեցնել, որ մեր վերադարձի իրավունքը ոչ միայն ապրիորի է, բխելով միջազգային իրավունքի տարբեր փաստաթղթերից, այլ նաև կոնկրետ է եւ անմիջական, բխելով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանից 23 թվականի նոյեմբերի 17, բխելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 40 երկրների համատեղ հայտարարությունից 23 թվականի հոկտեմբերի 11, որի տակ դրված են ոչ միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ երկրների ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, այլ նաև եվրոպական քաղաքական համայնքի անդամ եւ հենց այստեղ Երևանում հիմա գտնվող առաջնորդների ներկայացրած բազմաթիվ պետությունների ստորագրություններ։ Նրանք բոլորը արձանագրել են այս փաստաթղթերով, որ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակիչները պետք է հնարավորություն ունենան արժանապատիվ, անվտանգ, կամավոր եւ անհապաղ վերադարձի եւ անխոչնդոտ։ Հիմա մենք հայտարարում ենք, որ 2.5 տարի է Արցախի ժողովուրդը կամովին ցանկանում է վերադառնալ մեր հայրենիք, անվտանգ արժանապատիվ պայմաններով, միջազգային երաշխիքների ներքո։ Ոչ ոք չի ապահովում այդ պայմանները, ոչ ոք արդարադատության միջազգային դատարանի հրամանը չի կատարում եւ որևէ երկխոսության միջազգային մեխանիզմ չի ներդնում։ Ավելին, բոլորը անտեսում են մեր դիմումները եւ ավելին, ընդհուպ մինչեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Նիկոլ Փաշինյանը մեզ հորդորում է մոռանալ մեր վերադարձի իրավունքը եւ հենց այն վարչապետը, որը ստորագրել է դիմումը արդարադատության միջազգային դատարանին ուղղված, որի հիման վրա հրամանն է ընդունվել։ Հետևաբար, մենք այստեղ ենք ասելու, որ անկախ Հայաստանի Հանրապետության որևէ
որևէ իշխանության դիրքորոշումից Արցախի ժողովուրդը ունի վերադարձի իրավունք եւ վերադարձի ցանկություն, իսկ միջազգային հանրությունը դիտեմս նաեւ ժողովրդավարական եւ մարդու իրավունքները իբր հարգող եվրոպական քաղաքական համայնքի ունի պարտավորություն ապահովելու մեր վերադարձի իրավունքը եւ ավելին, եթե դուք ցանկանում եք խաղաղություն տարածաշրջանում, ապա մեր վերադարձի իրավունքը եւ մեր մնացած բոլոր իրավունքները, գերիների, պատանների վերադարձ, մշակութային ժառանգության, մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանություն, բոլորը պետք է հարգվեն եւ վերականգնվեն, այլապես տարածաշրջանում խաղաղություն չի լինելու եւ Ադրբեջանի Ալիևյան ցեղասպանական ռեժիմը շարունակելու է նորանոր հանցագործությունները հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ մարդկության դեմ։ Շատ կարճ նաեւ անգլերեն Dear European leaders and European state representatives, we are here to say that we, the Artsakh people, eager to return to our homeland because we are forcibly displaced as a result of the Azerbaijani genocide and because we have that right derived from the UN International Court of Justice order, derived from the UN Human Rights Council 40 states joint statement, including your states, and derived from the international law norms. But regardless of all of those norms and orders and documents, you ignore our rights, neglect our rights and our suffering. We are here to say that despite of the Armenian government and Armenian Prime Minister's positions, we have that right and we urge and demand from you to ensure international mechanisms to return to our homeland. And we are here to say that without our return, without restoration of our rights, without release of our hostages, without protection of our cultural heritage and private property, it's impossible to have justice and sustainable peace in the region. So you must ensure just and sustainable and inclusive and comprehensive peaceful settlement of our conflict. Thank you.